Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի իր ագրեսիան, նա պետք է ակնկալի Իրանի կողմից ավելի ցավոտ պատասխանատվություններ։ Մենք պատերազմ չենք սանձազերծել, բայց վճռականորեն ենք արձագանքել դրան։ Եթե նման ագրեսիվ գործողությունները կրկնվեն, ագրեսորներին ավելի ցավոտ ու կործանարար պատասխանատվություններ են սպասվում, ասել է Իրանի նախագահը։ Իսկ ահա Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը նշել է, որ Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի համաձայնագիր, որը կսահմանափակի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքները։ Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը ենթադրում է Իրանին միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելում, սակայն եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին իր օրինական միջուկային իրավունքներից, ապա մենք պատրաստ չենք նման համաձայնագրի, նշել է նախարարը։ Հանգստյան օրերին հայտարարություն է արել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ի տարբերություն Իսրայելի եւ Իրանի ներկայացուցիչների շատ ավելի լավատեսական նոտայով է հանդես եկել։ Իրանը եւ Իսրայելը պետք է գործարք կնքեն եւ նրանք դա կանեն, ինչպես ես գործարքի հասա Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, օգտագործելով առևտուրն ԱՄՆ-ի հետ, որպեսզի բանականություն, միասնություն եւ ողջախոհություն բերեմ երկու մեծ առաջնորդների հետ բանակցություններին, ովքեր կարողացան արագ որոշում կայացնել ու դադարեցնել հակամարտությունը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նաև իմ առաջին ժամկետի ընթացքում Սերբիայի եւ Կոսովոյի միջև հարաբերությունները սրվեցին, ինչպես դա եղել է տասնամյակների ընթացքում, եւ այդ երկարատև հակամարտությունը կարող էր վերածվել պատերազմի։ Ես դա դադարեցրի, Բայդենն իր հիմար որոշումներով խաթարեց երկարաժամկետ հեռանկարները, բայց ես նորից կուղեմ դա։ Մեկ այլ օրինակ է Եգիպտոսի եւ Եթովպիայի միջև հակամարտությունը հսկայական նեղոս կետի վրա ազդող հսկայական ամբարտակի շուրջ։ Իմ միջամտության շնորհիվ հիմա այնտեղ խաղաղություն է ու այն կպահպանվի։ Նմանապես շուտով խաղաղություն կլինի Իսրայելի եւ Իրանի միջև։ Այժմ բազմաթիվ զանգեր եւ հանդիպումներ են ընթանում։ Ես շատ բան եմ անում, բայց երբեք դրա համար ճանաչում չեմ ստանում եւ դա նորմալ է, մարդիկ հասկանում են։ Մերձավոր Արևելքը կրկին մեծ կդարձնենք, նշել է նա։ Եվ այժմ զրուցելու եմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Ողջույն, պարոն Մինասյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, խնդրեմ։ Պարոն Մինասյան, նախ ընդհանուր առաջնորդների հայտարարություններից սկսենք, իրանական կողմը ասում է, որ պատրաստ է համաձայնագրի, բայց ոչ միջուկային իր իրավունքները սահմանափակելու տրամաբանությամբ, այսինքն խաղաղ նպատակներով օգտագործելու։ Իսրայելական կողմը պնդում է, որ առհասարակ պետք է, այսպես ասած, Իրանը լինի միջուկազերծ երկիր, եւ Միացյալ Նահանգների նախագահը, որը լավատեսություն ունի, որ ի վերջո խաղաղություն կհաստատվի, նա ասում է, բայց ոչ դե մեկ-մեկ անհրաժեշտություն է լինում, այսպես ասած, կռվել եւ պայքարել։ Ընդհանուր ինչ իրավիճակ է այս երկրների ներկայացուցիչների հայտարարություններից դատելով, ուր է գնում այս պատերազմը։ Տեսեք, պաշտոնական հայտարարություններից ես կարծում եմ, որ շատ բան ակնկալել պետք չի, որտեղ պարզ է, որ Իրանը կուզի ցույց տա, որ իր դիրքերը նույնն են եւ որևէ պատերազմը որևէ արդյունքի չի հասել եւ ինքը իր դիրքերից նահանջ չունի։ Միևնույն ժամանակ հետաքրքիր է, որ Կիպրոսի նախագահն էր երեք հայտարարություն տարածել, որ իրանական կողմը պատգամ է փոխանցել իր միջոցով իսրայելական կողմին, պարզ չէ թե այդ պատգամի բովանդակությունը ինչ է եղել, բայց հենց դրանից դատելով կարելի է ասել, որ իրանական կողմը փորձում է ինչ-որ դիվանագիտական աղբյուրներ, դիվանագիտական, ասենք, միջոցներ գտնել պատերազմը ժամ առաջ կանգնեցնելու համար։ Տրամփն էլ կարդացել եմ հայտարարությունը, իհարկե երևի թե փորձեր արվում է Ամերիկայի կողմից, միաժամանակ նաև փորձերի հետ համատեղ պետք է ուղղակի ուշադրություն դարձնել, որ այսօր առավոտյան արդեն Ամերիկայից դեպի Իսրայել եւ դեպի արևելք, այսպես ասենք,
ճանապարհվել են ավելի քան 20 ինքնաթիռներ, որոնք հնարավորություն են տալիս ռազմական ինքնաթիռներին օդում լիցքավորվելու։ Սա մեծ օժանդակություն է ռազմական Իսրայելին։ Երկու կողմից էլ, այսինքն եւ պատերազմը դադարեցնելու եւ պատերազմը, այսպես ասած, ավելի սրացնելու քայլեր նկատվում են։ Ես առայժմ դադարեցնելու որևէ այսինքն պատերազմի դադարի որևէ նշույլ չեմ տեսնում։ Խոսենք նաև Իրանի ներքին իրավիճակից, հա, ինչպիսին է իրական պատկերը Իրանի ներսում, հատկապես խոշոր քաղաքներում, այն կադրերը, որ շրջանառվում են օդային հարվածների, փախուստների փորձերի կամ խուճապային գնումների մասին, որքանով են դրանք հավաստի։ Նախ պետք է նկատի ունենանք, որ Իրանում համացանցը անջատված է կամ եթե որոշ շրջաններում անջատված չէ, աշխատում է շատ դանդաղ եւ մեծ սահմանափակումներով։ Հիմա հիմնականում Իրանի ժողովուրդը եւ օրինակի համար լրատվամիջոցները եւ այլն օգտվում են Starlink-ի ընձեռած հնարավորություններից եւ արբանյակային համացանցից են օգտվում։ Երբեմն էլ սկսում է աշխատել ներքին ինտերնետային ցանցը, որ դա են օգտագործում։ Ինչքանով որ ես եմ հետաքրքրվել երեկ եւ այսօր առավոտյան Թեհրանը գնալով դադարվում է, Թեհրանից ժողովուրդը գնում են դեպի ավելի ապահով վայրեր, որովհետեւ իսրայելական բանակը անընդհատ հայտարարություններ է տարածում պարսկերենով, որ ճիրախներին է հարվածելու եւ դրանց մեծ մասը Թեհրանում են։ Ուստի Թեհրանից ժողովուրդը հեռանում են եւ գնում են ավելի ապահով վայրեր։ Մյուս մեծ քաղաքներից շատ տեղեկություններ չունեմ, ինչքան գիտեմ Թավրիզի եւ Շիրազի մասին, այնտեղ էլ համարյա թե նույնն է, Շիրազից էլ մեծ խմբերով մարդիկ դուրս են գալիս եւ Թավրիզից, որովհետեւ արդեն Թավրիզի, ինչքան որ գիտեմ, Թավրիզի օդանավակայանը արդեն չի աշխատում եւ ընդհանրապես Իրանում թռիչքներ չեն կատարվում, ուստի ժողովուրդը մեքենաներով փորձում են դուրս գալ մեծ քաղաքներից, պետք է նկատի ունենանք, որ վարելիքի մեծ սղություն կա, որովհետեւ հարվածներ են հասցվել եւ քիմիական, պետրոքիմիական գործարաններին եւ վարելիքի պահեստներին, որ նաեւ դժվարացնում է ժողովրդի տեղաշարժը ավտոմեքենաներով։ Իսկ հիմնականում բնակչությունը, այսքան Իրանի ներսում է փորձում Թեհրանից ավելի ապահով վայրեր գնալ, թե երկիրն է փորձում լքել։ Երկիրը լքելու մեծ հնարավորություններ առանց օդանավակայանների չկա, մնում են գետնի վրա աշխատող սահմանները, Հայաստան, Թուրքիա, Իրաք, առայժմ ես հոսքեր չեմ լսել, որ կան դեպի սահմաններ, քանի որ վարելիքի խնդիր նաև կա, ես կարծում եմ, որ կփորձեն ավելի մոտիկ ապահով վայրեր գնալ, քան թե փորձեն երկրից տեղափոխվել, ավելի հեշտ է, այսինքն եթե ինչ-որ քաղաքին մոտիկ բարեկամներ, ծանոթներ կան, փորձել մի քանի օր ուրիշ տեղ բնակվել, քան թե երկրից հեռանալ, եթե հնարավորություն կա, ասենք, գտնել վարելիք մեքենայի համար, դա արդեն լավ է եւ հենց դա նկատի ունենալով է, որ մարդիկ փորձում են, որ քաղաքների շուրջը ապաստան գտնել, պետք է նկատի ունենանք նաեւ, որ Իսրայելի հակառակ Իրանում եւ Թեհրանում նամանավանդ ապաստարաններ չկան կառուցված կամ կառույցներ, որոնք կառուցված լինեն որպես ապաստարան մասսայական, եւ պետությունը մի երկու օր է, որ անընդհատ հորդորում է, որ բնակչությունը Թեհրանի մետրոյի կայարանները օգտագործեն որպես ապաստարաններ, այսօր կադրեր կային նաև այդ մետրոյի կայարաններից, որոնք արդեն լցված են
հասարակ քաղաքացիներով։ Իսկ տեղեկություններ կան Իրանի ցամաքային սահմանները փակ են թե բաց, նկատի ունեմ մարդիկ, որոնք հնարավորություն կունենան ցամաքային ճանապարհով դուրս գալ, կա այդ հնարավորությունը։ Չէ, սահմանները փակ չեն, սահման հատողներ եղել են, 3 սահման հատողներ են եղել, Հայաստան-Իրան սահմանի մասին է խոսքը, ես մնացած սահմանների մասին չեմ կարող տեղեկություն տալ, բայց Հայաստան-Իրան սահմանը փակ չի։ Դուք նշեցիք վառելիքի պակաս եւ այլն, այսինքն բնակչության հիմնական կարիքների մատակարարումները խաթարված են։ Միանշանակ խաթարված են, խանութների մեծ մասը չեն կարողանում աշխատել, հոսանքի մեծ դեֆիցիտ կա, մեծ շուկաները հարվածներ են ստացել եւ օրինակ Թեհրանի բազարը արդեն երկրորդ օրն է որ փակ է, այսօր էլ ոչ ոք չի գնացել աշխատանքի հարվածի վախից, գների մեծ տատանումներ կան, խանութմանները մատնանշում են, որ չեն կարողանում ապրանք ձեռք բերել եւ Թեհրանում գոնե այնքանով որ ես տեղյակ եմ, կարելի ասել, որ խուճապային իրավիճակ է։ Իսկ ներքաղաքական մթնոլորտը ինչպիսին է, հա, որովհետև երբ այս պատերազմը բռնկվեց, շատ նաև դիտարկումներ կային, մտավախություններ կային, մասնավորապես դե մենք գիտենք, որ Իրանը մեծ երկիր է ու նաև բնակեցված տարբեր ազգային փոքրամասնություններով, հա, ինչպիսի տրամադրություններ են, հակակառավարական, ավելի բողոքավոր, թե ավելի համախմբված է հանրությունը, նկատի ունեմ իշխանությունը ինչպես է կարողանում վերահսկել, որ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, մասնավորապես նաև շատ է խոսվում ինչ-ինչ խմբերի կողմից, նաև արտաքին ազդեցություններով պայմանավորված հնարավոր անջատողական գործողությունների մասին։ Իմ տպավորությունը, որ հետևելով Իրանից գացող լուրերին, դե պարզ է, որ իշխանությունները չեն ուզում ցույց տալ, որ խուճապի են մատնված, մյուս կողմից շատ լուրջ հարված, այսինքն շատ լուրջ հարված են ստացել գաղտնի ծառայություններից եւ հիմա շատ մեծ ջանք են գործադրում, որ այդ գաղտնի ծառայությունները կարողանան Իրանում բացահայտել, բջիջները եթե մնացել են կարողանան բացահայտել տեխնիկան, որոնք օգտագործել են կամ եթե դեռ ինչ որ մաս մնացել է Իրանում այդ տեխնիկաները բացահայտեն, դա միանշանակ իշխանություններից շատ մեծ ջանքեր է պահանջում եւ դրանով են զբաղված։ Տեսեք, անջատողական մթնոլորտ առայժմ ես Իրանում ավելի շատ կարդալով եւ ասենք խմբերին եւ լսելով լրատվական միջոցներին եւ հասարակ ժողովրդի խմբերին, որ իրար հետ խոսում են տարբեր սոցցանցերում, ես ավելի շատ տեսնում եմ անջատողականության դեմ հանդես եկող հատվածներ կամ խմբեր մինչդեռ անջատողականների եւ դա մի կողմից հենց Իրանի ժողովրդին բնորոշ է, որովհետեւ դարեր շարունակ այսպես հաշտ եւ համերաշխ միասին ապրել են։ Ես չեմ կարծում, որ մենք նման երևույթների ականատես լինենք անջատողական, ասենք, շարժումների, բայց հակապետական ինչ-որ ցույցեր 3 գիշերվանից արդեն Թեհրանում եղել են։ 3 գիշեր պայմանավորվածություն կար, որ ժամը 9-ին մարդիկ դուրս կան եւ լոզունգներ տան պատոհաններից, ինչքան գիտեմ, մեծ թաղամասերի մեծ մասում նման ցույցեր ասենք թե ակցիաներ եղել են Թեհրանում, բայց թե դրանք ինչքանով շարունակականություն կունենան, առաջիկա օրերին արդեն պարզ կլինի։ Մասնավորապես հենց այսպես ասենք տարածաշրջանային պառակտման մասին շատ էր խոսվում հատկապես Ատերպատականի, Սիստան, Բալուջիստանի կամ Հորամանի շրջաններում։ Իսկ իշխանությունը ինչպես է վերահսկում այդ տրամադրությունները, հա, բռնի ճնշում, զինված վերահսկողություն, տեղեկատվական քարոզչություն։ Ես կարծում եմ իշխանությունները մինչ պատերազմը կարողացել են ճնշեն
նման արտահայտությունները եւ զբաղվել են ավելի շատ նման խնդիրներով են զբաղված եղել, որ չեն կարողացել դիտարկել Իսրայելի հատուկ ուժերի ներթափանցումը Իրան։ Եվ բավականին վերջին տարիներում, օրինակի համար Թավրիզում, Ուրմիայում եւ թրքախոս շրջաններում բավականին մեծ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ եւ գոնե կարելի ասել, որ իշխանությունները այդ առումով շատ հանգիստ են, որ բջիջները ոչնչացված են եւ որևէ սպառնալիք այդ կողմերից չկա։ Դրա համար է թերևս, որ անջատողական, ասենք, կոչեր եւ այլն ոչ Twitter-ում, ոչ Instagram-ում, ոչ միտեղ նման բաներ առայժմ չեմ հանդիպել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցակիցս Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, հայ ժամի համար այսքանը, մենք պարբերաբար եթերում ենք լինելու պատմելու իրադարձությունների զարգացումների մասին, մնացեք առաջինի հետ։